ձեր որոշումն է եղել միանձնյա։ Ինչու՞։ Միանձնյա ասելով այդքան էլ ճիշտ չեք ասում, որովհետև տեղյակ չեք, ցանկացած նախագիծ կարա հեղինակ լինի ավականու մեկ անդամ կամ մի քանի անդամ։ Խմբակցությունը որպես այդպեսին չունի նախաձեռնության իրավունք, այսինքն եթե բացեք նայեք մեր հին բոլոր նախագծերը բոլորի կողմից ներկայացված, ցանկացած նախագիծի տակ կամ ստորագրում է մեկ ավականու անդամ կամ մի քանի, եթե համահեղինակ են։ Տվյալ դեպքում նախագծի հեղինակը ես եմ եղել, ես եմ ստորագրում նախագծի տակ։ Ուղղակի մեր խմբակցությունը, ինչպես գիտեք, կիսված է եւ կա Հայկ Մարությանի թևը եւ ազգային աշխատանք կուսակցության թևը, որի ղեկավարը ես եմ, հետեւաբար այդ թևի հետ չի քննարկվել, բայց մեր խմբակցության մեր անդամների հետ քննարկվել է բնականաբար։ Նույն ձևել այդ հարցը չի քննարկվել այլ խմբակցությունների հետ, ոնց որ մնացած բոլոր նախագծերի դեպքում է ամեն նախագիծ ներկայացնողանց քննարկում է իր թիմակիցների հետ նախագիծը բերելուց առաջ։ Իհարկե դուք արդեն ասացիք, որ ընդհանցակարգ չկա, որ երևանցիների հետ էլ քննարկվեր, բայց այնուամենայնիվ երկրորդային փողոցի մասին չեն խոսում, ամենակենտրոնական փողոցներից, ամենահայտնի փողոցներից մեկի մասին է, արդյոք պետք չէ նաև երևանցիների կարծիքը։ Նայեք, ես ընդհանրապես կողմ եմ, ոնց որ տարբեր եվրոպական երկրներում, որ փողոցի անվանափոխությունը լինի տեղական հանրաքվեով։ Այսինքն ես դա առաջարկել եմ, որ մենք փոխենք օրենքը լինի, բայց հիմիկվա գործող օրենքով ավականին ունի լիազորություն փոխելու Երևանի փողոցների անվանումները առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու։ Եվ ինչպես ես տեսնում եմ, ոնց կատարվում են փոփոխությունները, օրինակ ես Լենինգրադյան փողոցը առաջարկել էի փոխեն եւ անվանակոչեն Բեկորի անունով Արցախի պատերազմի, բայց կոալիցիոն գործընկերը իրենց ԿՊ-ի անվանակոչեցին Քրքրքորի անունով, հետեւաբար մենք չենք կարող ուղղակի դիտորդի կարգավիճակում լինի ընդդիմությունը եւ սպասի, թե երբ է իշխանությունը այս կամ փողոցը անվանափոխում բնակիչների կարծիքը հաշվի չառնելով, այսինքն մենք նույն պրոցեդուրով, նույն ընթացակարգով նախագիծ ենք ներկայացրել, արտառոց բան չկա, ստե արտառոցը նա է, որ իշխանությունը եւ իշխանության կոալիցիան զարմացած են, թե ոնց կարող է բացի իրանցից ինչ որ մեկը հավակնել Երևանում փողոց անվանափոխել, այս ամբողջ աժիոտաժը դրա շուրջ է, ու դրա պատճառով վերվում են հազար ու մի արգումենտներ, ներառյալ այն, որ սա Պապ Թագավորը Նիկոլ Փաշինյանի սիրած հերոսն է, բայց ես ընդհակառակ ես կարող եմ ասել, որ Պապ Թագավորը որևէ նմանություն չունի Նիկոլ Փաշինյանին։ Պապ Թագավորի օրոք մենք տարածքներ ենք վերցրել հետ մեր կորցրած տարածքներից, Պապ Թագավորի օրոք մեր եկեղեցին դարել է ինքնուրույն, այսինքն Պապ Թագավորը ամեն ինչ արել է, որ մեր կաթողիկոսը օծվի Հայաստանում, ոչ թե Կեսարիայում։ Պապ Թագավորը բանակը 10,000-ից սարքել է 90,000, ոչ թե 2 տարի ծառայությունը սարքել 1.5 տարի, այսինքն ես չգիտեմ ինչի է Նիկոլ Փաշինյանը ձգտում նմանվել կամ չնմանվել, հայտարարել, որ ինքը նման է, բայց ինքը որևէ մի տոկոս նմանություն չունի Պապ Թագավորին։ Պապ Թագավորը սպարապետ եւ կաթողիկոսի հետ ճակատամարտ է ղեկավարել եւ Զիրավի ճակատամարտում պարսիկներին հաղթել է։ Որտեղ եք դուք տեսել նմանություն Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն կամ մյուս ընդդիմության մյուս բլոկը ասում է դուք չեք քննարկել բնակիչների հետ, բայց որևէ մեկը երբ որ նախագիծ է բերել փողոցի, երբևէ չի քննարկել բնակիչների հետ, նման պրոցեդուրա գոյություն չունի եւ ամենակարևորը տվյալ փողոցի բնակիչը չի որոշում իր փողոցի անունը, եթե տենց լինի կարող է տվյալ փողոցի բնակչության մեծամասնությունը որոշեն այդ շենքից մեկի անունով անվանակոչեն փողոցը, դա նորմալ է լինելու, բնականաբար որ ոչ, դա էլ է ծայրահեղություն, այսինքն չի կարող 100 բնակիչը որոշել Երևան քաղաքի փողոցի անունը, դա որոշում է Անդրեովի ներկայացուցչական մարմինը ավականին։ Ուրիշ հարց է, այդ փողոցի անվանափոխությունը տվյալ մարդիկ իրանց ցանկությանը կհամընկնի թե ոչ, դա այլ հարց է, բայց այն որ չսիրել Պապ Թագավորին, չգնահատել Պապ Թագավորի արածը մեր երկրի պետականության վերականգնման գործում, եկեղեցու կայացման գործում, նրա անկախության կայացման գործում, որովհետև կարծիքներ կան, որ Պապ Թագավորը հակակրոնա, հակաեկեղեցական է, բայց նման բաներ չկա, ով որ պատմություն կարող է բացել եւ ուսումնասիրել, նա առաջին թագավորն է, որը որ իր ձեռքով օծել է կաթողիկոսին եւ ասել է այս պայից դուք չեք գնալու այլևս կամ Պարսկաստան կամ Բյուզանդիա եւ կախվածունակ այնտեղի հոգեվոր իշխանություններ, դուք լինելու եք ինքնուրույն, դուք մենակ ենթարկվելու եք ձեր ներքին ընթացակարգին, այսինքն սրա դեմ հանդես գալ, սա նաեւ ինչ որ ձերի փորձություն է, թող ամեն խմբակցություն իր քվեարկությամբ պարզվի։ Այս այնպես չի, որ ընդունվի կամ չընդունվի նախագիծը, ինձ դրանից ինչ որ բան ավելանալու է։ Ես ուղղակի գտնում եմ, որ հրապարակը, որը Տիգրան մեծ փողոցն է մտնում, եւ հետո կա Վազգեն
մեր Վազգեն Սարգսյանի անունով փողոցը, որը մեր սպարապետն է, եւ այդ փողոցների համատեքստում ունենալը Ամիրյան փողոցը իմ համար անընդունելի է ուղղակի։ Ամիրյանը 26 կոմիսարներից մեկն է, որևէ արժեք չի ներկայացնում, առավել եւս հրապարակին հարող այնտեղ Աբովյան փողոցն ու Նալբանդյան ընդհանրապես կոնտեքստից կտրված ինչ որ անուն է։ Իսկ դա որ հարմար է այդ անունը մարդիկ սովորել, դա իմ համար ընդհանրապես փաստարկ չի, որտեղ նույն ձևի ես կուզենամ 20 տարի հետո մարդիկ Պապ Թագավորի անունը այտենց սովորեն ու կարճած լինեն, ոնց որ այսօր կարճել են կոմունիստական ժամանակների ինչ-որ գործիչ Հայաստանի համար որևէ բան չարած Ամիրյանի անունից։ Իմ համար դա է զարմանալին։ Սա ավելի շատ նաև տենց զգաստության ինչ-որ բան է, թող մարդիկ մտածեն ինչ է, ինչի համար է փոխում կամ չեն փոխում։